Իրենց ես չեմ կարող շարունակել։ Ես պետք է գնամ։ Ստեր կան, որ սուտ չեն։ Մարդ իրենից փախչում է թատրոնում։ Հրաժարվել եք հիմա դասավանդելուց չու։ Մարդը ունի իրավունք։ Մի օր չլսեցի ասեն պարտականություն։ Ժարգոնով խոսում է մայրը, ժարգոնով խոսում է բժշկուհին, ժարգոնով խոսում է ոստիկանը, ժարգոնով խոսում է գիտնականը։ Կարճ, արագ, կապ չունի, ինչի մասին է, կապ չունի, լավն է, վատն է, արագ հեռուստացույց բառը հորինել է Սիլվա Կապուտիկյանը։ Այսպես, մի անգամից կինը պիտի մահ չտեսնի։ Քանի որ կյանք տվողն է։ Այո, բոլոր սերիկաները լավագույն համալսարաններն ավարտած են։ Մարդը որտեղ գիտը խոթում է, կամ խոտն է պակասում, կամ խոտակերը, կամ գիշատիչը։ Լռությունը, ինչպես կմարմնավորեիք։ Ողջույն, 10:30 Talks-ը կրթական ոդկաստ է, կամ կրթազրույցների շարք։ Ինչպես 10:30 ակումբը 3 տարի շարունակ մեկ ֆիզիկական հարթակում միավորել է 130-ից ավել մարդկանց գիտելիքն ու փորձը, այնպես էլ 10:30 Talks կրթական ոդկասթը թվային հարթակում միավորում է այդ նույն մարդկանց գիտելիքն ու փորձը։ Մեզ կարող եք աջակցել երկու տարբերակով՝ անվճար եւ վճարովի։ Անվճար տարբերակով աջակցելու համար ընդհանրապես պետք է բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, սեղմել զանգակի կոճակը եւ հավանել մեր տեսանյութերը։ Դա իսկապես ազդում է ալգորիթմի տարածման վրա։ Իսկ ովքեր կուզեն մեզ հետ այս ճանապարհն անցնել ֆինանսական աջակցությամբ, ապա կարող եք միանալ ամսական բաժանորդագրությամբ Re-Armenia հարթակի մեր նախագծին։ Ի դեպ, բոլոր այն մարդիկ, ովքեր կմիանան ամսական բաժանորդագրությամբ, կստանան ամսական հաճելի անակնկալներ մեր ոդկասթի որոշ էպիզոդներից։ Շնորհակալություն։ Ողջույն։ Այսօր իմ հյուրն է դերասան եւ բեմադրիչ Դավիթ Հակոբյանը։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Աստծուն փառք, դեր ողջ եմ, դեր կոշիկներս ես եմ կոչկում։ Սկսենք մեր ավանդական հարցով։ Ինչ եք անում առավոտյան 10:30-ին եւ որտեղ եք սովորաբար լինում։ Հենց 10:30-ին։ Այո։ 10:30-ին սովորաբար արդեն դրսերում եմ լինում։ Կամ որևէ ստուդիայում, առաջ ինստիտուտում էի լինում, հիմա չեմ լինում այնտեղ, որովհետև հրաժարվել եմ դասավանդելուց, կամ թատրոնում որևէ փորձի, կամ հազվադեպ լինում է, որ մի քիչ ուշ եմ գործի գնում, մի քիչ երկար եմ վայելում ինձ տանը։ Իսկ երեկոյան 10:30-ին։ Շատ քիչ է լինում, որ ուղիղ 10:30-ին տանն եմ լինում, բայց տան թորներիս հետ, ընտանիքի հետ, ուրիշ ոչ մի բան, սովորաբար դա իմ ուշ գնալու ժամերին ես անպայման տանը պետք է հաց ուտեմ, եթե նույնիսկ սովածել չեմ, պետք է տանը անպայման մի բան ուտեմ։ Ինչու։ Մարդը կշտանում է տանը, իր պատերի ներսում, իր հարազատների հետ։ Եթե նույնիսկ կուշտես անպայման մի կտոր բան կեր տանը, դա շատ կարևոր բան է, շատ։ Մենք այսօր կորցրել ենք ընտանիքով միասին ճաշելու, նախաճաշելու կամ ընտրելու սովորությունը։ Դե ժամանակներն են այդպիսին։ Այդ թորնիկս մեկ չգիտեմ ումից է լսել ու լավ արել, որ լսել է։ Թորնիկս ասում է, լավ, ինչ ընտանիքը, մենք վերջապես ընտանիքով հաց ուտելու ենք, թե չէ իրար հետ։ Այդ որ տուն եմ գնում, ասում եմ, ով կա ընտանիքից, բոլորը հավաքվեք հաց ենք ուտում, ինքը վազելով գալիս է։ Դա շատ կարևոր բան է, բայց ցավոք սրտի դարաշրջանն այնպիսին է, որ մենք չենք կարող նախկիններին ժամանակների պես Սովետ միության օրինակ ժամանակների պես մենք ծրագրավորված չենք ապրում, այլևս մենք կոնկրետ ժամ չունենք, որտեղ տանն ենք բոլորս։ Ցավոք սրտի, բայց կապ չունի, կարելի է ձևը գտնել միասին լինել։ Որն է ձեր ընտանիքում լինելու ձևը, ձեր մոտեցումը։
Ես մեկ ասում եմ իմ մասնագիտությանը մի քիչ անիծված է այդ իմաստով, որտեղ թատրոնում խաղում եմ, ստուդիաներում խաղում եմ, նկարահանման ժամանակ խաղում եմ, եթե առաջ ինստիտուտում ուսանողների հետ խաղում ես, ստիպված խաղալն ոչ թե վատ իմաստով որ խաղում ես, այլ քո գործը դա է, խաղում ես, եթե նույնիսկ տրամադրություն չունես, դու պարտավոր ես խաղալ, որովհետև քո մասնագիտությունը այդպիսին է, ոչ մեկին հետաքրքիր չի քո տրամադրությունը, քո պրոբլեմները, դու պարտավոր ես խաղալ, ափիշում գրված է, որ դու պետք է խրխնջաս այսօր երեկոյան, պետք է խրխնջաս, պետք է լաց լինես ուրեմն, և ուզես չուզես տուն ես գնում, երբ որ տնից եկել ուշուշ են տեսնում քեզ բնականորեն, ուրեմն նորից սկսում ես խաղալ նրանց համար, խաղալ նրանց հետ, եթե նույնիսկ գործերդ վատ են պետք է խաղաս, իրավունք չունես ասելու, որ գործերդ վատ են։ Բայց արդյոք տունը այն տարածքը չէ, որտեղ պիտի չխաղաք։ Ոչ։ Այդ խաղը ամենակարևոր խաղն է։ Պատկերացնում եք, ես գործերս շատ վատ լինի ու ես ամեն երեկո գամ ու շատ վատ վիճակում տանը նստեմ, բոլորի տրամադրությունը փչացնեմ, կամ եթե մայր ունես մորդ տրամադրությունը փչացնես, ոչ, մենք պետք է խաղանք, դա լավ իմաստով խաղալ է, ոչ թե կեղծ ես անում, ոչ, ստեր կան, որ սուտ չեն, ճշմարտությունից 1000 անգամ ավելի կարևոր են, չի կարելի ամեն օր տուն մտնել ու մամային ասել, մամ, հեչ լավ չեմ զգում, այսօր էլ լավ չեմ զգում, մեղք է այդ կինը, կամ կնոջդ կամ երեխաներիդ անդադար ասել, որ լավ չեմ, չի կարելի։ Իսկ այդ դեպքում ինչպես եք առանց մտերիմների օգնության ձեր լավ չլինելը հաղթահարում, եթե ունեք վատ տրամադրություն, անհաջող օր։ Դե հենց հարազատները դրա համար են, որ հաղթահարես, որտեղ նրանց համար խաղալը արդեն կեղծիք չէ։ Հաղթահարման միջոց։ Այո, դա հաղթահարման միջոց։ Դա վերջին հաշվով կամ ենթադրենք նա վատագործերս փող չունեմ բան, իսկ ինչի չունես։ Իսկ ինչի չունես։ Մի ողորմած հոգի մորաքրոջ տղա ունեի, ճիշտ պապայիս մորաքրոջ տղան էր, բայց իմ տարիքին էր, այդպես մի օր այն ծանր տարիներն էր, ասեց ինձ զարմանալի բան ասեց Ավիկը, ասեց գործերը ասի ինչ գործ այ Ավիկ ջան, գործ չկա, հեչ լավ չի գործերը, դե ծանր տարիներն էր, ոչ թատրոն էր աշխատում, ոչ կինո կար, ոչ մի բան չկար, ասեց Դավիթ ջան, ուժը տեղն է, առողջությունը տեղն է, խելքը տեղն է, ինչի փարաչունից չեմ հասկնա, ինչու փող չունես չեմ հասկանում, ես երկար մտածեցի դրա մասին, այո, ինքը շատ ճիշտ էր, ու գտաք պատասխանը։ Այո, իհարկե, ինչ էլ որ չկա դու պիտի հորինես, ես իմ գործերի մեծ մասը ես եմ հորինում, Մեր գործընկեր TCF Armenian մեկնարկել է իր թիմի համալրման հեղինակային Growth Formula ծրագիրը։ Այս անգամ արդեն AI բաղադրիչով։ 1.5 ամիս տևող այս ծրագիրը հրաշալի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են միանալ TCF Armenia-ի թիմին, աշխատել միջազգային շուկաների հետ, AI-ի հետ խոսել դույով և գտնվել պայծառ ու լուսավոր համագործակցող մարդկանց միջավայրում։ Մանրամասները կայքում կամ ընկերության Facebook-յան, LinkedIn-յան և Instagram-յան էջերում։ Այդ ձեր տարբեր հարցազրույցներում այդ հորինելու մասին հաճախ եք խոսել։ Այո։ Էլ ինչ եք հորինել մասնագիտությունից դուրս։ Ընտանեկան խաղեր, հեքիաթներ գուցե, կենսակերպեր, դերեր։ Ու ինչու եք առհասարակ սիրում հորինել։ Որովհետև առանց հեքիաթի չի կարելի ապրել։ Ինչու։
Հեքիաթը հանիր մարդու կյանքից, մարդը դառնում է անհետաքրքիր, տխուր, մի զզվելի մի բան։ Այս սուտ ասել չի կարելի, չէ։ Սուտը մեղք է։ Ավետարանում էլ գրված է մի ստիր։ Աստված ասում է մի ստիր։ Դե եկեք բոլորս չափազանց ճշմարիտ լինենք։ Չափազանց ճշմարիտ։ Եկեք ճիշտն ասենք։ Միշտ։ Եկեք բոլոր երեխաներին ասենք, որ սուտ է երեխաներ, ծմեր պապ չկա։ Տեսեք ինչ կկատարվի։ Աշխարհը կնեղի։ Եթե մարդը հեքիաթով չի մեծանում։ Ես չեմ ասում մի դատարկ երազանքով։ Ոչ, երազանքը զարմանալի բան է։ Երազանքը հենց նրանով է երազանք, որ նա միշտ մի երազանք ունա։ Եթե իրականությունը ելնի երազանք։ Դեկեք միշտ ճիշտն ասենք։ Միշտ տուն մտնելու ճիշտն ասա, մամ գլուխս տրակում եմ, մամ գործելս էջ լավ չի։ Մեղք չի այդ կինը։ Կհիվանդանա։ Չի կարելի։ Կամ կնոջ տասա փող չունեմ։ Ձևը գտի համոզելու, որ ունեմ, պարզապես հիմա այսօր արդեն բանկոմատը փակած չեմ կարող գնալ վերցնել։ Օրինակ եմ ասում։ Այո, վերջին հաշվով մենք ամեն ինչ օրինում ենք։ Օրինում ենք։ Եվ փառքասու ես արվեստի ասպարեզում արդեն, որտեղ արդեն ամեն ինչ օրինած է։ Առհասարակ աշխարհն էլ չէ, այսպես մի հորինվածք է, որը քիչ-քիչ ստանում է իրականությունը։ Մենք էլ մտքերով հորինում, ստեղծագործում ենք, հետո դարձնում ենք դա աշխատանք, ստեղծագործություն, դեր։ Այո, բայց դա էլ հորինվածք է։ Այս աշխարհնով այսպես օրինել։ Ինչպես մեծ հորինվածք է սա։ Մեծագույն, հանճարեղ հորինվածք է, որից դեռ բան չենք հասկանում։ Գիտությունն ինչ է, հորինվածք է, չէ։ Մարդը բզբզում է, հասկանում է մի բան, ահա մի բան եղավ։ Հորինվեց մի բան, ինչ որ մեքենա, կարի մեքենան։ Պատկերացնում եք ինչ ցնցող գյուտ է եղել կարի մեքենան, որ հորինել է մեկը, զարմանալի բան, ոնց կարող ենք, նրան կարում, այ քեզ բան։ Բայց այդ բոլորը բնությունից եկող բաներ են, որ գիտնականը տեսնում է, մենք չէ։ Ինչպես քանդակագործը քարի մեջ արձանը տեսնում է, սովորական մարդը ոչ։ Ինչ է անում քանդակագործը, արձանը տեսնում է, ավելորդ կտորները տաշում դենան հետո, արձանը միջից դուրս է գալիս, բանից պարզում է այնտեղ էր այդ արձանը։ Հորինում ենք եւ ընդհանրապես փառքասու որ ես օրինակ խորապես համոզված եմ եւ այդպես էլ ապրում եմ իմ մասնագիտության մեջ աշխարհում արվեստը ընդհանրապես իրականության հետ ոչ մի առնչություն չունի։ Կարծում եք։ Այո, խորապես համոզված եմ։ Հիշեցնում է իրականությունը, բայց նա իրականության հետ ոչ մի առնչություն չունի։ Ոչ մի։ Իրականությունը արվեստագետի հետ կապ չունի։ Ընդհակառակը արվեստագետը ստեղծում է իրականության իր պատրանքը։ Այդ դեպքում ինչու են իրականության մեջ ապրող մարդիկ գնում այդ պատրանքի հետևից։ Որտեղ հեքիաթը գեղեցիկ է։ Այդ պատրանքը ամենակարևոր բանն է։ Հիմա կարող ինչի մասին է Չայկովսկի երկրորդ սիմֆոնիան, եթե դա իրականության հետ կապ ունի։ Ինչի մասն է, ես ինչ գիտեմ։ Բայց քանի որ պոեզիան խոսք է, կամ թատրոնը խոսք է, կինոն խոսք է, գրականությունը խոսք է, չգիտես ինչի մենք այնտեղ ճշմարտություններ ենք փնտրում, կյանքի մասին բաներ եւ այլն։ Ոչ։ Հիմա թատրոնը ինչի է գնում հանդիսատեսը, եթե դա գնում է իրականությունը նայելու, մի ժամանակ գրքերում գրում են
Թատրոնը իրականության արտացոլանքն է, մարդը գնում է իրեն տեսնի, մարդը իրենից փախչում է թատրոնում, չի գնում իրեն տեսնի, ինքը շատ լավ գիտի, որ մարդը զզվելի է, իրականությունը ամեն օր ես տեսնում եմ, հանդիսատեսը տեսնում եմ, մի հատ էլ փոխտամ գնամ տեսնեմ ինչպիսին է, ոչ, արվեստը նրա մասին չէ, թե ինչ կեղտի մեջ ենք մենք ապրում, ինչ կեղտոտող հարաբերությունների մեջ ենք մենք ապրում, այդ ամեն օր տեսնում ենք մենք, մի հատ էլ փոխտամ գնամ տեսնեմ, հենա գիտեմ էլի, ինչի համար, արվեստ նրա մասին է, թե որտեղ կուզեինք ապրել, ինչպիսի փոխհարաբերություններ կուզեինք ունենալ, արվեստը ընդհանրապես մի թեմա ունի, մի թեմա, ուրիշ մնացած արվեստի հետ կապ չունի, ոչ մի թեմա չկա ուրիշ, արվեստը կամ սիրո մասին է, կամ սիրո բացակայության, ուրիշ ոչ մի բանի մասին չէ արվեստ, թատրոնը հատկապես, կամ սիրո մասին է, կամ սիրո բացակայության, պատերազմ առանձին թեմա չէ, դա սիրո բացակայությունն է, դավաճանությունը առանձին թեմա չէ, դա սիրո բացակայությունն է, ամեն ինչ կամ սեր է, կամ սիրո բացակայություն, ուրիշ ոչ մի բան չկա, Ինչ է սերը ձեզ համար, սերը հենց է, կա, սերը հենց է, ինչպես Աստված է, սերը հենց Աստված է, սերը շատ զարմանալի բան է, Երանի բոլոր նրանց, ովքեր իրոք հասկացել են դա, ու ապրում են այդ սիրով, այդ մեծ սիրով, սերը է, Մենք շատ հաճախ սերը շփոթում ենք հարմարավետության մի անձի համար բոլոր ցանկությունները բավարարելու կոմֆորտիզմի հետ, բայց սերը այնպես չի, որ միայն դա կոմֆորտը վատ չէ, բան է, միայն ոչ, դա չէ, բայց սերը դրա հետ առանձնապես նշանակություն չունի, կապ չունի, սերը դա չէ, իհարկե, սերը, ընդհանրապես սեր բառը, շատ չի կարելի շահարկել, անդադար ես սիրում եմ, ես քեզ սիրում եմ, ինչ ես այդքան կրկնում, կասկածում ես, հաստատում ես, որ սիրում ես, դե ասում ես, որ չմոռանաս, որ սիրում ես, ոչ, սերը գործողություն է, գիտակցված գործողություն, սերը սրտից չի գալիս, սերը գալիս է այստեղից, ընդհանրապես մարդու մոտ ամեն ինչ գալիս է այստեղից, սիրտը պայմանականություն է, որը մենք պայմանականորեն հոգ փոխարեն ասում ենք սիրտս, հոգին է ցավում, վատ մտքից հոգին է ցավում, և այնքան է ցավում, որ ուղեղը չի կարողանում ամբողջովին կառավարել մարմինը և սիրտը ծակում է, մարմինը դառնում է հոգու համար բանտ այդ ցավից, այո, սերը գործողություն է, ուրիշ ոչ մի բան, մի ասա ես սիրում եմ, արա, մի բան արա, որ երևա, որ սիրում ես, ծարավ է մեկը, մարդուն սիրում ես, ջուր տուր, մի ասա ես քեզ սիրում եմ, չի կարելի, բայց արի ու տես, որ ես որքան էլ որ ասում եմ պետք է ժլատ լինենք այդ բառի հետ, հանդեպ, բայց տեղեր կա, որ անպայման պետք է ասես, որ տեղերն են դրանք, այդ արդեն դու ինքդ կորոշես, ես չեմ կարող ասել, ամեն մարդ ինքն է գտնում այդ պահը, որ էլ չի դիմանում և ասում է, պետք է ասես, այդ պատանիները երբեմն դժվարանում են, չէ, առաջին սերը, որ հանդիպում են, բախում է դրանց սրտի հոգու դռները, նրանք համարձակություն չունեն ասեն, չէ, այդ բառը, դժվար են ասում, չէ, միջով ասում հոգին բերանն են գալիս, ինչի մասին ասես խոսում է, բայց չի համարձակ, պետք է ասեի, էլի այսօր պետք է ասեի, ինչի չասեի, այո, այդ ինչի չասեցի, այդ պետք է հասկանաս, որ պահին ես սպասում, որ ասես, ու ասես,
ու ասես վաղ արդեն ուշ կլինի գուցե կամ երեք որ ասի իր շուտ կլիներ ես ինչ իմանամ ընդհանրապես ես շատ բան չգիտեմ ես ինչ որ ասում եմ առանձնապես չգիտեմ ես էլ չեմ հասկանում բայց այո խորապես համոզված եմ սերը գործողություն է կոնկրետ գիտակցված գործողություններ են սերը այ մենք կենթանիներից ինչով ենք տարբերվում կենթանիները ծնվում են կոդով Աստծո կողմից այդպես որոշված է նրանք կոդավորված են ծնվում Նրանք շանցակը որ ծնվում է նրան ոչինչ պետք չէ սովորեցնել նա ամեն ինչ գիտի իր մասին շունը վագրը թրջունը ամեն ինչ գիտի իր մասին նրան նա գիտի երբ հաչել երբ կծել երբ վախենալ երբ պոչը մտցնել ոտերի արանքը ինքը ամեն ինչ գիտի ցավոք սրտի մարդուն պետք է սովորեցնես ամեն ինչ բարձրապես բնության մեջ մի հատ այսպես փոքրիկ հրում է պետք մայր արծիվը ծակերին երբ որ արդեն նրանք պատրաստ են թրջելու անդադար գործողություններ անում որ նրանք կրկնեն նրանք կրկնում են այդպես է ստեղծված իրանք այդպեսին են այդ թրջելու պահը բարձրապես մի փոքր այսպես կտուցով խփում ասում թռիր ու բարձրից է թռնում բարձրից եւ որց արծիվը հերթապահ է որ հանկարծ սխալ բան չլինի ինչ որ տհաճ բան չլինի հենց սխալ բանը կատարում հայր արծիվը իջնում վերցնում է վախը հաղթահարում է եւ վերջ վախը հաղթահարում է եւ թռնում իսկ մարդուն տի սովորեցնել ամեն ինչ քայլելը սովորեցնում ենք չէ խոսելը սովորեցնում ենք մտածելը սովորեցնում ենք գրագիտությունը սովորեցնում ենք ամեն ինչ սովորեցնում ենք այն կատակով խոսք կա չի ասում մինչև 5 տարեկան երեխաներին սովորեցնում ենք խոսել եւ քայլել 5-ից հետո սովորեցնում ենք նստել եւ լռել դե արդեն խանգարում են մեզ այո կենթանիները կոդով են ծնված նրանք կարիքը չունեն շատ ուրիշ բաների մարդը սովորում է ամեն ինչ սովորում է այո բնական ազդակներ մարդն էլ ունի բնական ազդակներ բայց դա մենք մեր կոդը խմբագրելու կարողություն ունենք կարծում եմ այդ կոդերը մենք կոդ չունենք մենք հորինում ենք դա մեր գիտելիքներով մեր փորձով մեր կյանքով անդադար հարստացնում ենք այս համակարգը եւ շատ կարեւոր է այմա մենք շատ լուրջ պակաս ունենք այդ փոխհամագործակցության որովհետեւ կրթական համակարգը այլանդակել ենք եւ վատ խոսքը դարձել է համատարած երևույթ անգրագետ խոսքը դարձել է համատարած երևույթ հիմա ես միշտ հարց եմ տալիս ասում եմ բառն է բան ստեղծում թե բանը բառ ինչ է կարծում եմ երկուսն էլ պայմանավորում են իրար ահա ուրեմն բառը դու ուղարկես բառը ուղարկվում է առաջանում է բանը արտահայտվում բանը է բառը մշակում է դա ու վերադարձնում քեզ եւ երրակի եւ քառակի անգամ բայց եթե դու նրան անդադար վատ բառ ես ուղարկում անգրագետ բառ ես ուղարկում ինքը դրա քառապատիկ ավելի անգրագետը վերադարձնում է քեզ ճիշտ է ինչպես օրինակ այսօր այս համակարգիչը սոցցանցը փորձիր սոցցանցում երկու անգամ փնտրել այս բաժակը հաջորդ օրը միացնում ես 6 հատ բաժակա բերում քեզ նույն համակարգն է կամ մի տգեղ բան նայիր երկու օրից միացնում ես ալգորիթմը առաջարկում 10 անգամ ավել տգեղ բաներ ուղարկում քեզ ստիպում է ու դու վարժվում ես դրան վարժվում ես
այո, այսօր մենք շատ լուրջ այդ բարի եւ բանի փոխհամագործակցության շատ ցածր աստիճանի վրա ենք գտնվում, շատ ցածր, շատ անգրագիտություն, անգրագետ խոսք, համատարած եւ ցավոք սրտի դա փոխանցվում է դպրոց, դա փոխանցվում է հետո բարձրագույն բուհեր, դա փոխանցվում է հեռուստատեսություն, դա փոխանցվում է թատրոն։ Այ դուք 1988 թվականից դասավանդել եք, եթե չեմ սխալվում։ Այո, Ու ասացիք, որ հրաժարվել եք հիմա դասավանդելուց։ հրաժարվել։ Մեկ անգամ եւս այդպիսի Մի առիթ անգամ էլի, եղել է, մի անգամ վերադարձա։ հրաժարվել եմ, նորից վերադարձա ու կարծում եմ սխալ արեցի։ Երևի թե սխալ արեցի, այո։ Չնայած չեմ փոշմանել, որովհետև շատ լավ երեխաներ դուրս եկան այդ զուգահեռ կուրսերից, 2 կուրս միաժամանակ էի վարում։ Բայց դրանից հետո չի ստացվում, շատ բարձ պատճառով։ Եթե հիվանդը չի ուզում առողջանալ, բժիշկը ոչինչ չի կարող անել։ Նա չի ուզում առողջանալ։ Այդ դեպքում հիվանդն ինչ գործ ունի բժշկական հաստատությունում։ Դե որովհետև այդ հաստատությունը մի, այսպես ասած, տրամպլին է, որտեղից հետո ինքը պետք է գնա իր աշխարհը։ Ես սկսեցի լեզուն չմբռնել արդեն։ Այս նոր եկած երեխեք։ Իրենք զարմանալի բան է կատարում, իրենք ամեն ինչ ուզում են շատ արագ։ Շատ արագ, շատ արագ, շատ արագ, շատ արագ։ Ու որքան հնարավոր պրիմիտիվ արագ բաներ։ Պարզունակ, կարճ։ Հենց այնպես չի ես, կարճ այդ բաներ ինչ եք ասում, ռիլ եք ասում, ինչ եք ասում։ Համացանցի մեղավորությունում այդտեղ Պատահական չի, որ այդ ռիլը շատ տարածված է։ Կարճ, արագ, կապ չունի ինչի մասին է, կապ չունի, լավն է, վատն է, արագ անենք, ճանաչվենք, բան։ Իհարկե լավ բան է, իհարկե դերասանին ճանաչվելը, բանը եւ այլն, բայց համբերությունն է կորում։ օդի մեջ չի լինում։ Օդի մեջ իսկ ինչը որ շատ արագ ես անում, կամ մեղն է ծուռ մտնում, կամ հարթ չի երեսը սեղանի, շատ արագ սարքի է սեղանը, տեսնեմ կստացվի։ Չի ստացվի, չէ։ Չի ստացվի, բան չեք որոշել, որ դերասանությունը շատ արագ պետք է սովորեք։ Չի լինում։ Հետո ինչ է եղել, որ դե խոսքը այլ է, տեքստ կսովորեմ, անգիր կասեմ, մի հատ էլ կշպտամ, մի հատ էլ կքայլեմ, հետո եղավ դերասանություն։ Դրա մասին չի դերասանություն։ Դերասանի արվեստը, բարդ արվեստ։ Որն է դերասանի առաքելությունը։ Դերասանը երբ է առաջացել։ Ընդհանրապես թատրոնը երբ է առաջացել։ Քո կարծիքով։ Մի հատ կարճ փորձիր ինձ մի հատ ասել, երբ է առաջացել։ Կարծում եմ շատ վաղուց մարդու ծագման սկզբից, երբ երեկոյան ենթադրենք խարույկի մոտ հավաքվել են, սկսել են ինչ-որ մի բան անել։ Ապրես, հանկարծ մեկի մտքով անցել է ինչ-որ բան ցույց տալ։ Ցույց տալ թե ինքերը ոնց է որսանում։ Մարդիկ ծիծաղել են։ Կամ գուցե լեզուն անգամ չի եղել եւ շարժումներով պատմել են։ Այո, մարդիկ ծիծաղել են։ Չէ, լեզունի սկզբանը եղել է, պարզապես ուրիշ լեզու է եղել, ոնց որ կենթանիների լեզուն։ Հետո մարդը գնալով ավելի բարդացրել է իր լեզուն։ Առաջ կենթանին մեկ բառ ասում 1000 բան հասկանում է ձակը։ Մենք մի 1000 բառ ենք ասում, ձակը բան չի հասկանում։ Այ քեզի բան։ Կենթանի այդ մենք ենք օրինել, որ նրանք անասուններ են, այսինքն ասող չեն։ Մենք ասումն ենք։ Վագր մի հատ ճռինչ է անում, ծակերը ամեն ինչ հասկանում են։ Դիմացի հակառակորդն էլ հասկանում է ինչ ասեց։ Կամ շարունակում է կռիվը, կամ չի շարունակում։ Մենք քանի բառ ասենք, որ հասկանան այդ դիմացին։ Հիմա նրանք անասումն էլ մենք էլ ասումն ենք։ Մենք ընդամենը շատախոս ենք։ Ուրիշ ոչ մի բան։ Շատախոս ենք։ Թե չէ կենթանիներն էլ են խոսում։ Մենք հորինել ենք այդպես, որ նրանք անասուն են, մենք ասում ենք։ Այդպես չի։ Այդպես չի։ Դերասանի առաքելությունն ինչ է վերջին հաշվով։ Քանի մարդը կա թատրոնը լինելու է։
Ինչ տեխնոլոգիա ուզում եք զարգացրեք, չգիտեմ ինչ արեք, հիմա էլ այս արհեստական բանականություն եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն, ինչ ուզում եք արեք։ Մարդը կարիք ունի իր նմանից հաճելի ձևով խապվելու։ Թատրոնը խապկանք է։ Այո, բայց հաճելի խապկանք։ Դրամել փողը տալիս, որ իրան խապեն։ Որ խանութ գնաս քեզ խապեն կնեղանաս, չէ՞, կռիվ կանես։ Իհարկե։ Կամ ղեկավարդ քեզ խապի կնեղանաս, չէ՞։ Եղբայրդ, քույրդ, ընկերդ, ընկերուհիդ, զավակդ։ Բայց շատ լավ գիտես, որ Հակոբյանը երեկոյան չի մեռնում սուտա անում։ Հələ փող ես տալի, որ գաս գոր։ Ու մեռնելուց էլ ասում բրավո, 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 բրավո։ Խապկանք է։ Խապկանք է։ Այ փորձիր նատուրալիզմը մտցնել այդ խաղի մեջ նողկան կդառնա արդեն նատուրալիզմը իրականությունը նողկալի բան է այ Ռոմեո Ջուլիետը ինչ գեղեցիկ են մեռնում չէ ֆիլմում այդպես չի իրականում Աստվածյանի մի օր տեսնես թույնից մահացած մարդու ցիանիստիկալից մահացած մարդու դա նայելու պատկեր չէ դա նայելու պատկեր չէ կամ գնդակահարվածին իրական նայելու բան չի ֆիլմերում տեսած կլինեք այդ կադրը հաճախ են շահարկում մարդը մտնում է մի տեղ տեսնում է դիակներ սկսում է պատասխան ու գնում է մի մեքենայի հետևը որ պսխի դա նողկալի է մահը մահը տգեղ բան է մահը դրա համար էլ մեր օրենքների մեջ մի հետաքրքիր բան կա մենք հայերս կանանց չենք թողնում կա դիակը գետնի տակը դնելու բային կինը պտի մահը չտեսնի քանի որ կյանք տվողն է այո որովհետև այդ երկրի ճեղքը եւ կնոջ արգանդը նույն բանն է առաջ նույնիսկ իսլամում կա այդ սովորությունը նստած էին թաղում նստած այո այսպես դա ինչ պատկեր է մոր փորի մեջ գտնվող երեխան փորի մեջ գտնվող ոնց է կար այնպես էլ գնում ես ոնց է կար այնպես էլ գնում ես շատ հետաքրքիր է դրա համար էլ նստած էին թաղում իսլամում մինչև հիմա կա նստած են թաղում այսինքն դնում են երկրի արգանդը մոր արգանդն են դնում ընդհանրապես մարդը ինչ է որ զբաղված իր ամբողջ կյանքում ծնված օրվանից երկու բան է հաղթահարում ինքն իրեն ոչ երկրի ձգողականության ուժը եւ մենակության բարդույթը որտեղ մարդը մենակ ծնվում է մենակ ապրում մենակ էլ մեռնում է դրա համար մարդը ամեն ինչ օրինում է որ մենակ չլինի ընկերությունը դրա համար է օրինվել ընտանիքը դրա համար է օրինվել ազգն է ձևավորվում դրա համար որ իրենք մենակ չլինեն ապահովված լինեն դիքոնք ունենան իրար հետ լինեն իրար հետ ազգերն են այդպես ձևավորվում եւ երկրի ձգողականության ուժ երեխան ինչ է անում որ անդադար ուզում է փոկվի երկրից փոկվում մեկը հանկարծ գլուխը բարձրացնում նոր ինֆորմացիա առաջ միայն պատահող էր տեսնում առաստաղ կամ եթե դրսում է պարկած երկինք միայն հետո հանկարծ գլուխը բարձրացնում տեսադաշտը փոխվում հետո կանգնում է հետո վազում է հետո ուզում է թռնել երազում մարդը թռնում է չէ ինչի է ուզում է փոկվի ուրա գնում այ թռնումը պատահական չի որ մարդը նստած երբ որ քնում է չի հանգստանում չի վերականգնվում
կանգնած քնում է, չի վերականգնվում։ Մարդը պետք է հավասարվի երկրին, որ վերականգնվի։ Երկիր մեզ բառացիորեն հուշում է ինչպես քնես։ Բարգե, իրան հավասարվի, սնվի նորից։ Հետո մարդը մեր վերջնականապես հոգնում է։ Երկիրը երախաբաց է անում ու մարդուն նորից տանում է։ Բայց մարդը չի վերանում։ Հոգին նորից վերադառնում է։ Մարդն էլ ձևափոխվում է։ Մարդը չի վերանում։ Մարդը ձևափոխվում է։ Էներգիայի է ձևափոխվում մարդը։ Էներգիայի։ Իսկ այդ էներգիան որն է։ Նավթն է։ Միլիոնավոր տարիների ընթացքում կենդանական օրգանների երկրի կլանումից կուտակում է, զտվում է, էներգիա է կուտակվում։ Նավթը կենդանական բջիջների հետևանք է դրա էներգիա, մարդը հավերժ գործում, հավերժ է։ Պարզապես այլ համակարգով, փլուզվում է այն համակարգը, որտեղ այս դաշտում է։ Այո, երկրագնդի վրա ընդհանրապես ոչինչ չի վերանում, ձևափոխվում է ընդամենը, ձևափոխվում է, ուրիշ ոչ մի բան։ Այսքան որ շինություններ են սարքում, բան չեն բոլորին թվում է, թե երկրագունդը կծանրանա, այսա կփոխվի կընկնի, ոչ։ Այդ քարգետն տակից անում են հիմա այս դեն։ Պարզապես մի քիչ մարդը անխելք է օգտագործում էներգիան։ Այդ միլիոնավոր տարիների ընթացքում կուտակված էներգիան, նավթը, գազը, մենք վերջին հաշվով համարյա 150 տարում լրիվ դատարկել ենք։ Պատկերացնում եք ինչ փոսեր են առաջացել այնտեղ։ Այդ փոսերը լցվելու են շատ շուտով, երկիրը չի դիմանալու այդ դատարկությանը, նա ասես թափատալու լցնի, իսկ որ թափ տվեց արհավիրքը կսկսվի, շատ շուտով երկրագունդը կպատվի հզոր երկրաշարժերով, հզոր, մարդը չի հասկանում ինչ է անում ինքը իր գլխի, որտեղ մարդը անբավ է, ինքնաբավ չէ։ Բայց մշտապես ձգտում է ինքնաբավության, ու այդպես էլ չի հասնում երևի թե։ Ինքնաբավության ձգտում են չափազանց խելացիները, չափազանց կրթվածները, կիրթ մարդիկ։ Իսկ այդ ինքնաբավության հասնելը շատերին թվում է շատ բարդ բան է։ Բայց գիտելիք հենց նրա համար է։ Մարդը ուղեղ հենց նրա համար է, որ ինքը հասկանա, որ չի կարելի։ Օրինակ կենդանիները, ինչպես միլիոնավոր տարիներ խոտը կա, չէ, երկիրը համ անձրևից հետո խոտ է տալիս, որպեսզի խոտակերը ուտի։ Խոտակերն էլ կա, ուտում է այդ խոտը միլիոնավոր տարիներ եւ կա գիշատիչը, որը ուտում է այդ խոտակերին։ Բայց ոչ խոտն է պակասում, ոչ խոտակերը, ոչ գիշատիչը։ Եթե իհարկե անոմալ երևույթներ տեղի չեն ունենում երկրագնդի վրա, օրինակ ցարցակալում եւ այլն, կեր տաքացում եւ այլն։ Մարդը որտեղ քիթը խոթում է, կամ խոտն է պակասում, կամ խոտակերը, կամ գիշատիչը։ Մարդը, որովհետև մարդը զբաղված է հաճույքի համար որսանելով։ Իսկ Կիպլինգի Մաուգլիում գրված է օրենքը, գայլերի օրենքներից մեկը դա է, հաճույքի համար երբեք որս չանես, որսարա ընտանիքդ կերակրելու համար, զովից վրկելու համար, հաճույքի համար որս չանես։ Այն կենդանիների մասին ֆիլմեր, որ շատ նայես, այնտեղ շատ հետաքրքիր բաներ կտեսնես։ Առյուծով ազում է, եղնիկ է բռնում։ Մի հատ լավ թոթոլ եղնիկ են բռնում։ Նստում են ուտում այդ եղնիկի։
Հետո պարկում է, կշտացա։ Եղնիկ հերվից նայում ոնց են ուտում իրանց մորքուրի աղջկան կամ քերու տղային։ Հենց կշտացան պարկեցին, ինքը տեղը խոտը լավն։ Եղնիկները գալիս են այդտեղ արածելով գնում են։ Եղնիկը գիտի, որ առուց իրան այլևս չի խփելու։ Նա կուշտ է։ Նա գիտի, որ էլ չի խփելու իրան։ Նա կուշտ է։ Էլ չի խփում։ Շատ հետաքրքիր է։ Դուք նաև ունեք շունիկ։ Այո։ Ենթադրում եմ կենդանիների հետ կապը նաև այդ տարբերակով է անցել։ Ես կենդանիների հետ վաղուց եմ կապված։ Աղջկաց ծնվելու պահից սկսած տանը միշտ թռչուններ են եղել, էկզոտիկ թռչուններ, տեղցանիկներ, թութակներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ինչ եք սովորել կենդանիներից։ Ամեն ինչ։ Դերասանի վարպետություն։ Իսկապես։ Այո։ Որ կենդանուց շնից։ Բոլոր կենդանիներից։ Օծից անգամ, ճագարից անգամ, շնիկից, վագրից, կատվից, թութակից, բոլորից։ Որտեւ դերասանի վարպետությունը վերջին հաշվով դա մարմնի ձևափոխություն է։ Մարմնի տրանսֆորմացիա, ուրիշ ոչ մի բան։ Այ հուզվելը նույնպես մարմնի ձևափոխություն է։ Ծիծաղելը մարմնի ձևափոխություն է։ Պարզապես դու իմանաս մարմինդ որտեղ ձևափոխես, ինչպես ձևափոխես։ Մարմնի տիրապետես։ Այստեղ դերասան, այստեղ ոչ թե աչքերով, պիտի տեսնի իր բոլոր օրգանները։ Նստած տեղը պիտի տեսնի իր ոտի բութ մատը։ Կամ ճկույթը։ Անգիրտ իմանանա, պիտի տեսնի ինքը։ Պիտի լավ իմանա, քանի տեղ ունի ծալվելու իր մարմինը։ Եվ տիրապետի դրանց։ Ինչ հուզվել է, ինչ է, ամեն անգամ դերասան ինչ եմ գալու ասեմ, հերոտնից տեղից հարազատը տնկավ ավտոյի տակ գլուխը ջարդվել է, որ ինքը հուզվի այդ բառի վրա։ Նոր քիչ առաջ ինչ ասի, իրականության հետ ոչ մի առնչություն չունի դա։ Դա տեխնիկա է, դա վարպետություն է։ Նա մեկ կհուզվես այդ բառից, երրորդ օրը հուզվել է, որ նա արդեն անգիր գիտես ինչի մասին է, ամեն երեկո խաղում ես այդ պիեսը։ Կամ ծիծաղում ես այդ բառի վրա։ Ամեն անգամ նոր անեկդոտ չեմ պատմելու ականջի տակ, որ ինքն էլ ծիծաղի։ Ինչքան կարելի է ծիծաղել նույն անեկդոտի վրա, բայց պետք է շատ իրականության պատրանք ստեղծես, որ նոր լսեցիր։ Ինչ հատկանիշներ են պետք դերասանին այդ հմտությունները կիրառելու համար։ Չարչարանք, անդադար մարմինը մարզել։ Ես շատ եմ սիրում այդ վարժությունը ցույց տալ մարդկանց։ Այ որպեսզի ապացուցեմ ասածս։ Որ մարմին դա մեկ ասում են ջիգերով պիտի խաղաս, հոգով պիտի խաղաս, այո իհարկե, բայց ինձ ցույց տվեք հոգին որտեղ է, ես ցույց տամ հոգին ոնց շարժենք։ Չէ՞։ Այդ բոլորը այո, առանց սրա չկա ոչ ջիգեր, ոչ հոգի, առանց ուղեղի։ Չկա, այ ուղեղից կտրեք հույզի թելը, մարդը դառնում է բույս, նույնիսկ բույսից ավելի վատ։ Ոչ մի զգացմունք չկա նրա մեջ, բա ինչ եղավ նրա հոգին ջիգերը։ Այստեղ ամեն ինչ։ Այստեղ է։ Այ հիմա զրուցում ենք իրար հետ, չէ՞։ Շատ հանգիստ զրուցում ենք, ոչ մի տխրելու բան չկա։ Ու հանկարծ ժպտում ենք նույնիսկ, չէ՞։ Կարող էին նույնիսկ անեկդոտ պատմել, ծիծաղեինք իրար հետ, չէ՞։ Այդպես քախ ծիծաղեինք, չէ՞։ Հանկարծ լուր եմ ստանում, ներողությունն է, այո, հայ, հա, լավ, հասկացա, կներես, ես չեմ կարող էլ շարունակել, ես պետք է գնամ, խաղատացիր, չէ, բայց ես ուզված չէ,
Սա է վարպետությունը։ Այդ տրանսֆորմացիա արեցի, դեմքս ձևափոխեցի։ Շնչառությունս ձևափոխեցի, դա էլ է գործիկ։ Մի քիչ պահեի չռար։ Բայց չուզեցի, շատ վախեցնեմ քեզ։ Ամեն ինչն է այդպես։ Մարմնի տրանսֆորմացիա։ Ուրիշ ոչ մի բան։ Իսկ ձեզ հեշտ է ապրել դերասան Դավիթ Հակոբյանի հետ եւ դերասան Դավիթ Հակոբյանի մեջ։ Նախ առանձին դերասան Դավիթ Հակոբյան գոյություն չունի եւ առանձին Դավիթ Հակոբյան գոյություն չունի, դա մեկ ամբողջականություն է։ Պարզապես ես գերագույն հաճույք եմ ստանում իմ մասնագիտությունից։ Գերագույն հաճույք։ Այսպիսի հաճույք ինձ բնության մեջ ուրիշ ոչ մի բան չի կարող տալ։ Ոչ մի բան։ Ոչ մի արեստացին հաճույքներ։ Թողիզներ են բոլոր աղջիկները կանայք։ Ինձ ոչ մեկին չի կարող այդ հաճույքը պատճառել։ Ինչպես խաղի պահ։ Ես այնտեղ համարյա էին եմ ձգտում։ Էին։ Համարյա։ Երբ եք բացահայտել ձեր մեջ այդ հատկանիշը, որ դա այն ուղղությունն է, որով պիտի գնաք ու հաճույքը այնտեղ է։ Առանձնապես ժամանակ չունեցա շատ մտածելու այդ մասին, որովհետև 5-րդ դասարանից եղբայրս ինձ տարավ թատերական դպրոց, գեղարվեստի դպրոց։ Աստված օգին լուսավորի։ Շուտ մահացավ ինքը։ Ինքը չհասցրեց իմ կայանալը տեսնի։ Ինքը չհասցրեց, բանակում զոհվեց։ Ինքն էլ տաղանդավոր ինժեներ էր։ Բանակ տարան ծառայության։ Ինչևէ։ Ու այսպես ինքնաբերաբար 5-րդ դասանից ես մտա այդ միջավայրի մեջ։ Հրաշալի վարպետների հետ շփվեցի, հրաշալի վարպետների հետ։ Ու փառք եմ տալիս Աստծուն, որ հենց այդ վարպետների հետ եմ շփվել, հետո ինստիտուտ։ Բայց առաջին տարին բանդուր չէր գալիս։ Ես հանկարծ մտածեցի, որ սխալ տեղ եմ եկել։ Ոչինչ չի ստացվում ինձ մոտ։ Նույնիսկ ղեկավարիս ասեցի, ինձ բաց թող գնամ ես։ Ոնց որ սխալ տեղ եմ եկել, սա իմ գործը չի։ Բոլորի մոտ ինչ որ ամեն ինչ ստացվում է, ես չէ։ Ման չեմ կարողանում։ Չգիտեմ ինչ արեց, ոնց արեց։ Ինչ կպավ, այստեղ ինչ որ անջատիչ միացրեց, անջատեց, չգիտեմ ինչ արեց։ Ոնց արեց։ Ձայնի ինտոնացիայով արեց, ինչ արեց։ Ինձ սորով բեմ ուղարկեց, զայրացած։ Ու հանձնարարություն տվեց։ Վախից ու ամոթից սկսեցի անել։ Ու ստացվեց։ Չհասկացա։ Ոնց եղավ։ Ստացվեց։ 25 րոպե էտյուդ էի անում։ Դա ահռելի տարածք էր։ Ժամանակի առումով։ Ընկերներս հավանեցին, բրավոներ էին կոռում, ծափահարում էին։ Ղեկավարս էլ սեպարդ, որ բացահարել ինձ, բացահայտեց։ Աստված օգին լուսավորի, այմ այնց տվում, այնտեղ նստած նայում։ Հրաշք մարդ էր, Մարատ Մարինոսյան, հայկական հեռուստատեսության հիմնադիրներից մեկը, թատերական հզոր գործիչ, տաղանդավոր ռեժիսոր, մեծ գիտնական արվեստագետ, մեծ քայլող էնցիկլոպեդիա, չեղավ մի օր մի հեղինակի անուն տամ ու ասի չեմ կարդացել։ Ասում եմ լավ, եփ հասցրե կարդալ ես մարդես կամ։ Հզոր մարդ, հզոր։ Այսօրվա իրականության մեջ դուք մեր մեծերից եք, ումից սերունդը սովորում է, երիտասարդ սերունդը, ավագ սերունդը նույնիսկ, ձեր մեծերն ովքեր են եղել։ Ես շատ եմ կարդացել շատերի մասին, մեծ դերասանների մասին, ինչ որ հնարավոր է եղել նայել է, երբեմն ասում եմ, այս դերասանի պես տեսնես հնարավոր է խաղար սենց ման եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդտեղ էլ ինձ իմ վարպետը բրկեց։ Թե չէ, երբ որ դու
մի տեղ ես հասնում, որ սկսում ես բան անել, լավ անհնար անել, էլ մի զբաղվի այդ գործը։ Վարպետս ասում էր, խոնարհվեք բոլոր մեծերի, բոլոր տաղանդավոր մարդկանց արվեստի առաջ, բոլորի, բայց երբեք նրանցից ոչ մեկին որպես բացարձակ ճշմարտություն չընդունեք, հենց ընդունեցիք մի զբաղվեք ես գործով։ Այն մենք մի խոսք ունենք ասում, մեր Մկրտչյանը վերջնա չէ, եթե վերջն այլ ինչ ես զբաղվում այդ արվեստը, կամ Խորեն Աբրամյանը, կամ են մյուսը, կամ Վարան Փափազյանը, կամ Դենիռոն, կամ են մեկը, Սոս Սարգսյանը, չգիտեմ ինչ եւ այլն եւ այլն։ Այո, դրանք շատ հիացած եմ եղել բոլորով, շատ եւ արտասահմանյան դերասաններով, եւ սովետական, եւ հայկական, հիացած եմ եղել, նույնիսկ կումիրներ եմ ունեցել, Չապլինը, Եվգենի Լեբեդևը, Լենինգրադից դերասանը, հիմա էլ կան իմ հասակակից դերասան կա, որ ամեն օր զարմացնում է ինձ, նոր բան հանկարծ նայում եմ, Կոնստանտին Ռայկինը, զարմանալի է, ամեն օր, մեկ կատակով ասում եմ, ես ու ինք նույն դասարանցի ենք, շատ ենք իրար նման հետ իմաստով, խաղաղոճով, բանով եւ այլն, Անթոնի Հոփքինսը, շատ Դենիել Դելուիսը, բայց մի ման եմ արդեն նկատել, ցավոք սրտի, հատկապես ամերիկյան կինոյում, որ շարունակ մեզ նոր աստղերով զարմացնում էր, չէ, հիմա էլ դեռ, բայց ոնց որ արդեն նոր ֆիլմեր, որ նայում եմ, այդ Դենիել Դելուիս, Ջոնի Դեփ, բան, դրանցից հետո եկած դերասանները արդեն այն խորությունը չկա, արդեն չկա, չեմ տեսնում, չկա, ինչ դուրս է գալիս աշխատում եմ անպայման նայել, չկա, ամեն ինչ ծանծաղ է դարձել, տեխնոլոգիա, զարմացնելու միտում, անհասկանալի ֆիլմեր, Էմսի զգացողություն ունեմ, որ մենակ մի քիչ էլ մխիթարվում եմ, մենակ մեր վիճակը չի այդպես, աշխարհն է դարձել այդպեսին, եւ ընդհանրապես էմսի զգացողություն ունեմ, որ ցիվիլիզացիան սրընթաց գնում է ինքնակործանման, այս ցիվիլիզացիան սրընթաց գնում է ինքնակործանման, եւ ընդհանրապես ցիվիլիզացիան այս նրանով է հետաքրքիր, որ իր զարգացման գագաթնակետին դատապարտված է կործանման, որպեսզի ստեղծվի նոր քաղաքակրթություն, այո, դիմարդը նորացվի, դիմարդուն մի հատ վերացնես նորից սնվի, մարդ հայլանդակվել, իր ստեղծածի հաշվին, չգիտեմ, Աստծուց այսքան հեռանալ Աստծուց, ամբողջ աշխարհում, միայն Հայաստանում չի դա, դուք հավատում եք, որ բեմում մարդուն ու Աստված հանդիպում են իրար խաղի ժամանակ երբևէ ունեցել եք նման քիչ առաջ զգացողություն, ինչ էի ասում, այդ խաղի պահին ես ուրիշ դաշտում եմ, ու չեմ ուզում վերջանա, այդ դաշտը, այդ պահ, բայց ցավոք չի կարելի երկար ձգել, դե արագ հետ գաս, որովհետև հակառակ դաշտում կսկսեն խնդիրներ իրականության մեջ, ոչ, պարզապես դա անհնար է, շնչահեղձ կարելի է լինել, խելագարվել կարելի է, պետք է խորը գիտակցես, որ չէ պետք է,
Բայց ամեն անգամ տեղոթես, որ բարակույրդ նորից բացվի։ Կինոն այդ կայֆը չի տալիս։ Ինձ որպես դերասան, ինչպես թատրոնը։ Կինոյում եմ ես հաճույքը ստանում, այնպես չի որ չէ։ Բայց կինոյում ինչ չեմ նայում, էլի։ Հանդիսատես չկա ինձ նայող։ Լավագույն դեպքում նկարահանող խումբ։ Կամ Արձագանքը չեք ստանում։ Չէ, շատ հաճախ ստանում եմ։ Տվյալ պահին։ Այո, ծափահարում են լավ տեսարանից հետո գերագույն հաճույք է ստանում իհարկե, բայց թատրոնն ուրիշ բան է, այնտեղ դու ես կառավարում, այնտեղ դու ես որոշում, հանդիսատեսը որտեղ լաց լինի, որտեղ ծիծաղի, որտեղ շնչառությունը լսես հանդիսատեսի, այս զգում ես ինչպես ան, քո և նրա հոգին միախառնված զվարթանում, զվարթ բացվում, վարդի պես բացվում։ Թատրոնի առաքելությունը դա է, և ընդհանրապես արվեստի առաքելությունը դա է։ Բացել մարդու հոգին վարդի պես, գեղեցիկ բացել, զվարթ, վարդի պես, բացել մարդու հոգին, կոննել հետ։ Դուք առհասարակ լեզվամտածողությանը բառերին շատ ուշադրություն եք դարձնում ու նկարահանումից առաջ էլ խոսեցինք ինքնության մասին։ Այո։ Դուք նաև հիմա նկարահանվում եք տարբեր հեռուստասերիալներում ու լսել եմ, որ երբեմն կռիվ եք տալիս սցենարիստների հետ, Այո, բառերի համար, գաղափարի համար։ Այնտեղ նկարվելիս ունեք որոշակի առաքելություն բունդերից բացի, այդ կռվով հասնում եք արդյունքի կամ կա մի բան, որ փորձում եք անել այնտեղ, փոխելու իմաստով։ Ամեն 4 տարին մեկ կուրս ենք հավաքում, չէ՞, մենք ինստիտուտում։ Ընդհանրում են 20 հոգի, 25 հոգի, երբեմն նույնիսկ շատ ավելի շատ։ Եթե այդ 25-ից գոնե 8 հոգու դու մաքրամաքուր ուղարկես դաշտ, արդեն մեծ գործ արած կլինես։ Հիմա եթե ինձ հետ նկարահանվող երիտասարդներից գոնե մի քանիսին բերեմ այդ դաշտ, արդեն մեծ գործ արած կլինեն։ Արդեն մեծ։ Չեմ դիմանում մեկ կռիվ եմ։ Մի օր ջայնացա ջահելների վրա մի ձայնային հնչյունային ռեժիսոր օպերատոր ունենք, որը ձայնագրում է մեզ նկարահանումների ժամանակ, գյումրեցի տղա է, շատ հումորով տղա է, շատ։ Ուրեմն ջայնացա ես երեխեքի վրա, կեսը քոլեջի երեխեք են, կեսը ինստիտուտի երեխեք են, դպրոցականների են խաղում բան։ Ինչ գրածա մեխանիկեր են կարդում են, չեն նայում ինչ էր, ջայնացա, երեխեք, հերիք եղավ, էլ չեմ դիմանում, չեք մտածում ինչ եք խոսում, ես ինչ անգրագետ եք խոսում, չես հասկանում, որ վատա գրած, դե գրածա ինչ եմ ուզում, հետո, ինչի ժամանակ ուղեղը, մի հատ տես, որ դա հայերեն չի, սխալ ես խոսում, նեղվեցին, դե բայց ինձանից չեն նեղվում, մի հետ մտքի մեջ ինչ ասես, ասում են երևի, բայց ինչ անեմ, չեմ կարող չասել, մեկ էլ այդ գյումրեցի տղան եկավ ասեց, հայ Հակոբյան ջան, ներվերը տեղը պահ է, սոնք անգրագետ է, սոնք մինչև մի համոզված են, որ բառիս բուն իմաստովը 19-րդ դարի ռուս բանաստեղծ է։ Պատկերացնում եք ինչ հումոր արել։ Բառիս բուն իմաստով, ինչու՞ չէ։ Այն ինչ նշանակում բառիս բուն իմաստով, սա ջուր է։ Ինչպես եք կարողանում այդ միջավայրում փոփոխություններ բերել ու լինել, մնալ։ Չեմ մտածում այդ մասին։ Բայց անդադար փորձում եմ ուղղել։ Անդադար։ Ինձ մեկ լավ էլ այդ գրական լեզվով մի խոսք ասում եմ, հիմա ես քեզ հետ ոնց որ շփվում եմ, հիմա մեր զրույցը, այսպես ասած, ճոռոմ սարքած գրական լեզվով է։ Ոչ, գեղեցկախոսություն չէ։ Ես ընդամենը խոսում եմ գրագետ
որ կանոնավոր է օրգանական գրագետ լեզվով հասկանալի։ Դա եմ ուզում որ անեք։ Ով ասում որ բոլոր հերոսները պետք է խոսեն այսպես ասած գրական լեզվով, ոչ։ Գողը թող խոսի գողի լեզվով, ոստիկանը խոսի ուրիշ լեզվով, օրենքի լեզվով, բայց գրագետն է խոսի։ Ուսուցիչը, մայրը, ներկայացնում բոլոր հերոսները խոսում էին գրական հայերենով, բայց գրական չեն խոսում, օրգանական հայերենով են խոսում։ Օրգանական հասկանալի հայերեն։ Եվ գեղեցիկ բառեր Եվ այով, եւ այով, կապ չունի։ Դրանից չէր պակասում իրենց գյուղի կյանքի կոլորիտը։ Կոլորիտը չի պակասում, չէ։ Այսինքն չի կարելի խառնել, չէ։ Ինչ եթե կամ ինչ բառասես ասում են մի նախադասության մեջ, էլ ռուսերեն, էլ հայերեն, էլ անգլերեն։ Ինչերեն եք խոսում, այ եղեք։ Լավ, давай, всё, վերջ։ Լավ, давай, всё, վերջը որն է։ Մի հատ ռուսական ֆիլմ նայեք, տեսեք, այնտեղ ինչ է։ Դրանք խոսում են ռուսերեն։ Լավագույն դեպքում մեկը խոսում է ժարգոնով, որտեղ նա այդ տեսակ է կերպարը։ Բայց ժարգոնով խոսում է մայրը, ժարգոնով խոսում է բժշկուհին, ժարգոնով խոսում է ոստիկանը, ժարգոնով խոսում է գիտնականը։ Իսկ գուցե դա հենց իրականությունն է ցավոք սրտի, որն էլ ձևավորում է այդ մարդկանց ու այդ մտածողությունը։ Ուրեմն արվեստ իրականության հետ ոչ մի կապ չունի։ Այնց մեկ ասում են, հեռուստատեսությամբ ցույց ենք տալիս այն, ինչ պահանջում է ժողովուրդը։ Ոչ, պահանջ ժողովրդի կողմից չկա։ Ինչ հրամցնում եք, նա էլ նայում է։ Հեռուստատեսությունը, կինոն նման է մեր ձեր իրա տան սառնարանին։ Երեկոյան որ գնում ենք տուն, ինչ ենք ուտում մեր սառնարանից, ինչ որ ինքներս դրել ենք։ Լավ բանդիր, լավը կեր։ Ինչ ես անպայման վատ մթերք դնում, որ վատ մտես, ստամոքս դել վարժուի վատ մթերքի։ Լավը դիր, ինչ դնում ենք, են էլ ուտում ենք։ Հարևանը չի եկել սառնարանից մեջ վատ բան դրել, ես եմ դրել։ Այս է ամբողջը, որ խառնել ենք իրար ամեն ինչ, ինչը թե փողոցում, փողոցում այդպես են խոսում, Հակոբյան ջանի փողոցի հետ դու ինչ կապ ունես, դու ինչ գործ ունես փողոցի հետ։ Բա տեխնիկաս ասում ես, ես ռեժիսոր եմ, ես արվեստագետ եմ, ես սցենարիստ եմ։ Տուրգենևի ժամանակ շատ բարձր որակի քննադատություն կար։ Ընդհանրապես այդ դարերում գրականագիտությունը գրականությանը հետ զուգահեռ ծաղկում էր։ Հզոր գիտնականներ էին զբաղված գրաքննությամբ, գրական քննադատությամբ, մեկնաբանություններով, բաներով։ Ու շատերը Տուրգենևին մեղադրում էին, որ Տուրգենևը գրում է կանանց մասին, որպեսզի չկան Ռուսաստանում։ Բայց հետո մի ուրիշ գիտնական ասեց. Տուրգենևից հետո ստեղծվեցին այդ կանանց։ Ռուսաստանում այդպիսի կանայք շատացան։ Այդ գրականությունը ստեղծեց այդ կանանց։ Այդ արվեստը ստեղծեց այդ կանանց։ Այդ ստեղծես։ Տեսակ ստեղծես։ Դի հորինես։ Կարծեմ դրանից սկսեցինք, չէ՞։ Դի հորինես, այո։ Լուրջ բանաստեղծները բառեր են հորինում։ Օրինակ հեռուստացույց բառը հորինել է Սիլվա Կապուտիկյանը։ Այսպես, միանգամից փորձել է թարգմանել տելևիզոր։ Տելե նշանակում է հեռու, վիզոր ցույց տվող։ Հեռուստացույց։ Ինչ անենք, ասենք տելևիզոր, բայց օրինակ մինչև այս վերջերս դեռ կարդում ենք, չէ, Տերյանի մասին, Միրոսի մասին, Տերյանը ինչ է ասում իր գործերից նամակներից մեկում ասում է, ես չեմ ասում, որ վելասիպեդին անպայման հեծանիվ ասեք։ Տեսեք ուրա հասել նա, այն ժամանակ էլ այդ է,
Ես չեմ պնդում, որ վելասիպեդին անպայման հեծանիվ ասեք, բայց այսօր ով է վելասիպեդ ասում Հայաստան։ Ոչ ոք։ Տեսակ։ Ստեղծեցինք եւ մարսեցինք, չէ։ Թե նորի հանդեպ միշտ ունենք անորոշության նորի հանդեպ։ Ոչ հեշտ է ապրելը, փնտի ապրելը հեշտ է։ Ինչպես փնտի ապրելը թաղումել է հեշտ, տաննել։ Փնտիությունը վերացնելու համար դի չարչարվես, մի քիչ քեզ չարչարես։ Հենց կրթությունից էլ խոսեցինք, կրթիչ բառը, քրթիչ։ Գորգը մակրող մկրատ է եղել, ավելորդ մազիկները հեռացրել են, որպեսզի բերեն կատարյալ ավարտուն վիճակին։ Այո, Այդ նույն կրթությունը, չէ՞։ Հիմա տես, մենք ասում ենք կրթություն, վիճակից։ մենք ասում ենք կրթություն, չէ՞։ Բայց կրթությունը եւ գրագիտության դաշտը իրարից շատ լուրջ տարբերվում են։ Մարդու կրթությունը չի սկսվում դպրոցում։ Իհարկե։ Գրագիտության դաշտն է սկսվում։ Եվ ռուսերենում չեն ասում, ինչ են ասում բառը։ Министерство образования. Ձևավորում, obraz, կերպ տալն է, մարդուն կերպ ձև տալն է։ Բառը ամենակարևոր բանն է այստեղ։ Ընդհանրապես բառը, հենց բառը հասկացար, ճիշտ կապրես։ Մենք բառը չենք հասկանում։ Դրա համար սխալ ենք ապրում։ Ճիշտ է։ Ու մեր բառերը հենց մեր մշակույթի մասին են շատ հաճախ։ Այո։ Կրթությունը սկսվում է արգանդում։ Երեխայի կրթությունը սկսվում է արգանդում։ Ինչ երաժշտություն մայրն է լսում, նույնը լսում է պտուղը։ Ինչ խմում է մայրը, նույնը խմում է պտուղը։ Ինչ ուտում է, նա է ուտում։ Ինչից վախենում է մայրը, նա էլ է վախենում։ Կրթությունը այնտեղից սկսվում է։ Դրա համար ղիկնոջը պետք է լավ միջավայրում պահես։ Կռիվների մեջ չլինի, գորգորոցներ չապրի։ Սոված չկարելի թողնել ղիկնոջ։ Ապագա զավակ դասված մնում։ Միքայել Նալբանդյանն ասում էր, հատկապես կանանց կրթությունը շատ կարևոր է ու կոչ էր անում կանանց, որ միայն իրենց երեխաների արտաքին կեղևի մասին հոգ չտանեն, կշտացնելու եւ տակ հագցնելու, այլ առաջին հերթին իրենք կրթվեն, որպեսզի կարողանան փոխանցել։ Կանանց աղջիկների դպրոցները, բաները պետք է չէ, հատուկ կրթում էին, որ մայրերը կիրթ լինեն։ Մայրերը կիրթ լինեն։ Գրագետ մարդը ինչ է, գրագետ մարդը կարող է եւ կիրթ չլինել։ Ես շատ կիրթ մարդկանց եմ ճանաչում, ովքեր բարձրագույն կրթություն չունեն։ Եվ շատ ճանաչում եմ բարձրագույն ասպիրանտուրա ավարտած անկիրթ զզվելի մարդկանց։ Եվ աշխարհի բոլոր չարիքները լավագույն տեղերում սովորած համալսարաններն ավարտած մարդիկ են կատարում։ Անկրթությամբ կիրառում են։ Այո, որովհետև իրենց գրագիտությունը։ Կիրթ մարդը չի կարող էլի հարևանի հողի վրա աչք ունենալ։ Կիրթ մարդը չի կարող սպանել։ Մորթել։ Գրագիտությունը այստեղ կապ չունի։ Բոլոր սերիկաները լավագույն համալսարաններն ավարտած են։ Բոլոր սերիկաները, աշխարհն ավերող բոլոր սերիկաները։ Մի քիչ խոսենք մեր ավանդություններից։ Ձեր տատիկ պապիկից, ձեր ավակ սերնդից, ինչ հետաքրքիր ավանդույթներ եք ժառանգել եւ արդյոք դրանք փորձում եք փոխանցել։ Ես փոխանցել։ շատ ուրախ եմ, որ տատիս պապիս մոտ եմ մեծացել, մանկապարտեզ չեմ գնացել։ Չի ստացվել, չեմ գնացել։ Չգիտեմ ինչ։ Բայց ուրախ եմ։ Ճիշտ է, բնավորությանս գծերը մի քիչ փչացել են պատճառով, ես դժվար շփվող երեխա դարձա մի որոշ ժամանակ։ Հետո ես շատ բարդույթներ եմ հաղթահարել։ Օրինակ մեր տանը կար 8 երեխա, 4-ը որ եղբորից երեխաները, 4-ը մենք, մի աղջիկ որ եղբորից աղջիկը, այդ 8 տղաներ, ես աղջիկների ներկայությունից պատանում էի։ Նա քույրս դեպքում քույրս նորմալ է, քույրս է,
Բայց ես չէի կարողանում հաղթահարել ինձ շատ երկար ժամանակ։ Կանանց միջավայր չէի կարող, ես փախչում էի։ Բայց ես փառք եմ տալիս Աստծուն, շնորհակալ եմ Աստծուն, որ տատիս պապիս մոտ եմ մեծացել։ Իմաստուն մարդիկ էին։ Մեկը չկրթված տատիկս, պապս կրթություն ստացած, հայերեն, ռուսերեն գրում, կարդում էր, մարգարտաշար գրում էր, երկու լեզվով էր։ Տատս չէ։ Երկուսն են նույն տարիքի էին, 1904 թվականին ծնված։ Քահանայի դուստր էր, Տեր Արամի դուստրն էր։ Եվ Արամ տիրացու էին ասում, էլի, Արամ տացու։ Ասում է, ինչի չես սովորել, ասում էր, այբ, փեն, քիմ, թա, ուրիշ բան չդեմ բալա։ Փախն ընկավ, կռիվը սկսվավ, սով, կոդորած։ Ես էլ տան մեծն էի, մամայիմ դիոքնեի, լիքը երեխա, էլ ինչ դպրոց։ Բայց անգիր գիտեր ավետարանը։ Իր բառերով, իր ինտերպրետացիաներով, իր մշակմամբ, երբեմն նույնիսկ կռիվանելով այդ հերոսների հետ, անգիր գիտեր ավետարանը։ Ես շատ եմ ասում այդ մասին, մի օր գրելու եմ դա, այդ պատմությունը, ընդհանրապես տատիս պապիս մոտ մեծանալու հետ կապված և ավետարան ըստ Շուշան տատի։ Երևի շուտով պարապ կմնամ, էլ ինձ չեն նկարի, թատրոնից կկրճատեն լրիվ, ժամանակ կլինի կգրեմ։ Այո, դա ավանդույթը, ես մի օր կուրսում դաժը ասեցի, ասի ավանդույթը պահելը շատ կարևոր բան է, բայց ավանդույթը տարիների ընթացքում ձևափոխվում է, դա հետ հասկանանք։ Ասի օրինակ առաջ տան հարսը դիվեր կենար, եթե դեքրներ ներս մտնում, կամ հորեղբայրներ մտնում, կամ կեսրարներ մտնում, մեկ էլ իմ ուսանողնից մեկը ասեց, հա բայց պարոն Հակոբյան, այնտեղ դահաճ սովորություններ էլ կային, ասում եմ, ինչ սովորություն օրինակ, տաք ջուր էր դնում, կեսրարի ոտերը լվանում էր, ասում, բայց դա ինչ մի տգեղ երևույթ կա։ Այսօր էլ կա այդ ավանդույթը պիտի պահես, ասեց ինչ, կեսրարից ոտերը լվանամ, ոչ, կեսրարդ որ տուն է գալիս, տաք ջուրը միացրու, օճառը դիր, սրբիչն էլ տուր իրան, սա է կարևորը, նախ այսօրվա կեսրարը թույլ չի տա, որ դու իր ոտերը լվանաս, բայց դա չեղավ ավանդույթը պահել, իսկին հարգել, և ընդհանրապես այսօր նաև այդ ինքնության կորուստը գալիս է նաև այն պատճառով, այն երևույթի պատճառով, որ արդեն քանի տարի է վրա տասնամյակ, գուցե 2 տասնամյակ, մենք սկսեցինք եվրոպացիների պես ծնողների հետ չապրել, պապիկ տատիկներ չտեսնան, երեխեք։ Բայց մի կողմից առանձին ապրելը ամրացնում և ձևավորում է մարդուն երեխայից մեծանալու ճանապարհին, մյուս կողմից զրկում այդ բոլոր քաղցրու կարևոր հնարավորություններից։ Ես խորապես համոզված եմ այն երեխան, ով տատիկ պապիկի հետ չի ապրել կամ չի հասցնել տեսնել նրանց կյանքում շատ կարևոր պակաս բան կա, շատ կարևոր պակաս բան կա, շատ, իսկ ում բախտը բերել է տեսել է, երջանիկ է այդ մարդը, մեկը ես, ու իմ եղբայրները, պապիկ տատիկ չտեսած մարդիկ, մի քիչ տխուր մարդիկ են։ Համաձայն եմ, իմ պապիկն իմ զարթուցիչն էր, տխուր մարդիկ են մի քիչ։ Ես տատս առավոտը ինստիտուտը սովորացրել է իրան, որ ուշ էի քնում, գալի արթնացնում էր, որ չուշանամ դասից բան, ու սուրճ էր բերում ինձ, սուրճը բերում դնում էր, բալա վեր կաց,
Սուրճը դնում էր, ասում էի, merci beaucoup grand-maman, սենց ֆրանսերեն էի ասում, ինքն էր ասում էր, s'il vous plaît, իրա բարբար, s'il vous plaît, ֆրանսերեն էր ասում, սովորցրել էր, սրանք շատ կարևոր բաներ են, եթե նույնիսկ հիմա առանձին են ապրում տատիկ պապիկները, պետք է անդադար ձևեր հորինել երեխաներին կապել նրանց հետ, հաճախակի տանել նրանց տուն, պապիկ տատիկին հաճախակի բերել տուն, հաճախակի, եթե նույնիսկ պատճառել չկա, հորինեք այդ պատճառը գնացեք, կապը չպետք է կտրվի, Ի վերջո մենք ընտանիք կոչում ենք մի տանիքի տակ ապրող մարդկանց։ Ընտանիք ինչ է նշանակում, մեր երկիրը մեծ ընտանիք է, եթե այս հոգեբանությունը չունենք, կործանված ենք, և ոնց որ թե չունենք, ցավոք սրտի, մենք ընտանիքը հասկանում ենք մեր այդ մի սենյականոց կամ երկու սենյականոց կամ 4 սենյականոց կամ մի հատ առանձնատուն վերջ, դրանից են կողմ մեզ ոչինչ հետաքրքիր չէ։ Անգլիացիներից էլ մի հատ խոսք ենք լսել, իմաստը չենք հասկանում։ Իմ տունը իմ ամրոցն է։ Բայց դա քո տան մասին չի, դա երկրիդ մասին է։ Իմ տունը իմ ամրոցն է, այո, սա մեծ տուն է։ Մեծ էլ չի, եսկան, ցավոք սրտի, ժամանակին մեծ է եղել, բայց հիմա ինչև է։ Ինչ պիտի անի այսօրվա հայ մարդը ազգի համար, երկրի համար։ Եթե նստի մարդը մտածի ինչ անեմ ազգիս համար, ոչինչ էլ չի անելու ազգի համար, չկա այդ տեսակ բան, պարզապես պետք է որքան հնարավոր է կրթվել, որքան հնարավոր է չխնայել միջոցներ, կրթվել, դառնալ պետքական, որովհետև մի մասնիկն ինքն է այդ օրգանիզմի, այո, դառնալ պետքական, և ինչ որ անում ես, արա ամենայն ազնվությամբ, որտեղ մի մարդը կարող է շատ ավելին անել, քան մի վարչապետը մի երկրի համար։ Մի մարդ ես, մի մարդ դու, մեկը նա, 1000 հոգի, եթե գան ես գիտակցության և իրենց ընտանիքից դուրս եկուս, հարևանի, մի օտար մեկի համար մի լավ բան անեն, բոլորս եկեք պայմանավորվենք, որ անելու ենք, 1000 հոգին եթե արեց 1000 հոգու համար լավ բան, արդեն 1000 հոգի լավ բան արեց, չէ, մենակ, այսինքն ես մենակ 1000 հոգու բան արեցի, Վերջում ենք սովորում, ոգեշնչվում, մենք անհատներն ու փոքրամասնությունն են տանում աշխարհը շատ հաճախ։ Մասսաները, գիտեք երբ են հետաքրքիր դառնում, երբ որ նրանք գնահատում են իրենց միջից դուրս եկած անհատներին, այլապես մասսան ինքը չի ինքնակազմակերպվում, չկա այդ տեսակ բան, ինքնակազմակերպվող, այսպես ասած, մասսան շատ արագ դառնում է ամբոխ, չէ, հենց իզուր չի պոեմը գրել է ամբոխները խելագարված, ամբոխը վատ բան է, ամբոխավարությունը վատ բան է, ամբոխահաճոյությունը նողկալի բան է, որ այսօր մենք ամեն օր ականատես ենք լինում,
Զզվելի բան է։ Սա տանում է կործանման։ Հին հունական պատմություն կա, լեգենդ կա։ Թագավորը շատ խիստ թագավոր է լինում։ Ամեն ինչ օրենքով բոլորին պարտադրում է աշխատել։ Զինվորը պիտի զինվոր լինի, սպան սպա լինի, իշխանը իշխան լինի, գյուղացին գյուղացի լինի, քաղաքացին քաղաքացի լինի, բոլորը պիտի աշխատեն։ Չի թողնում ոչ մեկը անօրինական բան անեն։ Չի թողնում։ Ծաղկում է երկիրը։ Բոլորը սկսում են լավ ապրել, ապահով ապրել, պատերազմել չեն, ոչ մեկը ռիսկ չի անում արձակվել իրանց քաղաքի վրա, իրանց պետության վրա։ Բայց դե մարդը ընչաքաղց է։ Ասում է, այս կյանքներս գերավ չի թողում մի ուրիշ բան անեն կարող, չկան կարելի է։ Այս հրանք քշենք։ Թագավորին քշում է։ Կոռուպցիան ծաղկում է, կաշառակերությունը ծաղկում է, թամբալությունը ծաղկում է, երկիրը սկսում է վատանալ, անօրենությունը գլուխ է բարձրացնում։ Ասում են չէ գնանք հետ բերենք մեր թագավորին։ Գնում են մի ծովափում մի տեղ հայտնաբերում են իրենց թագավորին։ Մի փոքրիկ տուն է կառուցել, այգիով, բանջարանոց ունի, կենդանիներ ունի, խնձորի ծառեր եւ այլն։ Գալիս են ասում թագավորն ապրած կենա։ Եկել ենք ներողություն խնդրենք, որ հետ գաս նորից կառավարես մեր քաղաքը կործանվում է։ Ինչ կամ կառավարե ոչ ես ու հիմար չեմ լտեսեք ինչ խնձորներ եմ աճեցնում սրանից լավ բան կա աշխարհում այբ որ ամեն մարդ հասկանա որ իր ստեղծածը եթե ազնիվ է իր արածի մեջ ամենակարևոր բանն է այս աշխարհում ամեն ինչ կընկնի իր տեղը մարդը պետք է հասկանա, որ այն ինչ որ իր պարտականությունն է, ամենակարևոր բանն է աշխարհում, որ ինքը անում է։ Մեխ խփողը պետք է հասկանա, որ աշխարհը կկործանվի, եթե ինքը մեխը ծուռ խփեց։ Դերասանը պետք է հասկանա, որ եթե ինքը վատ աշխատեց, աշխարհը կկործանվի։ Բժիշկը եւ այդպես բոլորը։ Ես պետք է հասկանամ, որ ես անում եմ աշխարհի ամենակարևոր գործը։ Ամենակարևոր։ Հավաքարարից բռնցրած մինչև երկրի նախագահ։ Այս հոգեբանությամբ պետք է ապրեն։ Այդպիսի մի ազնիվ լինեն իրենց արածի մեջ։ Հավաքարար ասեցիք, հիշեցի։ NASA-ում հավաքարարի մի հայտնի պատմություն կա, երբ մոտենում են հարցնում, թե ինչ է անում, ասում է օգնում եմ մարդկանց թռնել լուսին։ Այո։ Իր գործը այդ մեծ երազանքի, մեծ նպատակի մեջ միայն ավլելը չի։ Այո։ Միջավայր ապահովելն է, որպեսզի գիտնականները կարողանան աշխատել։ Այո, իհարկե։ Ամեն մարդ պետք է հասկանա, որ ինքը անում է աշխարհի ամենակարևոր բանը։ Այմա երեխան նստում է տառը սովորելու, նրան պետք է ներշնչել, որ ինքը այդ պահին անում է աշխարհի ամենակարևոր բանը։ Ոչ թե սովորիր, որ լավ ապրես։ Առաջ մեր պապերն ասում էին, բալաջան, այն պապին ասում էին, բալաջան, լավ սովորեք, որ լավ մարդ դառնաք, ձեր ընտանիքին պիտանի եղնիք, ձեր զավակներին պիտանի եղնիք, ձեր երկրին պիտանի եղնիք։ Հիմա ասում սովորիր, որ լավ ապրես։ Այդ բոլորին ներշնչում են իրավունքներ 1950 թվականից սկսած։ Ամբողջ աշխարհը մեզ բոլորի սովորեցնում էր իրավունք սովետ քանդում էին էլի։ Իրավունք։ Մարդը ունի իրավունք։ Մի օր չլսեցի ասեն պարտականություն։ Այն մեր ուսանողությունը հիմա մայլ բառեն հորին ուսանողակենտրոն կրթություն
Կատարյալ գիտեն իրենց բոլոր իրավունքները։ Մի 50 իրավունք էլ ավելին գիտեն, որոնք օրենքով սահմանված չէ, բայց դա իրենք են օրինել։ Բայց այսքան պարտականության զգացողություն չունեն։ Մարդը մի իրավունք ունի, գիտակից մարդը մի իրավունք ունի, մնացած բնական պահանջ է։ Բոլոր երկրներում արդեն համարյա այդպես է, բոլոր զարգացած երկրներում։ Մարդը ունի արժանապատիվ պարտականություն ունենալու իրավունք։ Մնացած բնական պահանջ։ Դու իրավունք ունես տուալետ գնալու, բուժվելու, արժանապատիվ պարտականություն ունենալու իրավունք, այսինքն չի կարելի մարդուն ստորացնել։ Սա է խնդիրը։ Թույլ տուր մարդը արժանապատիվ պարտականություն ունենա։ Եվ տեսոնց կծաղկի երկիրը։ Բայց մինչև այդ մարդը պետք է հասկանա ինքը ինչի է ընդունակ, ինչի չէ։ Ինչը կարող է անել, ինչը դեռ չի կարող անել։ Ու ինչը որ կարող է անել, դի ձև չթափի թե չի կարող անել ու չանի։ Իսկ ինչը չես կարող անել, գլուխդ մի տուր պատերին ու գլուխդ ջարդի, հասկացի, որ չես կարող։ Ոչ մեկին քո ջարդած գլուխ պետք չի։ Մանավանդ այդքան գլուխ չունենք այսօր։ Չես տեսնում, որ չես կարողանում։ Հեռացի էլի, ուրիշ բանով զբաղվի։ Չգիտեմ։ Եթե բոլոր դերերը սպառվեին աշխարհի ու ձեզ տրվեր մեկ դեր, դա լիներ լռությունը, ինչպես կմարմնավորեիք։ Չգիտեմ։ Ընդհանրապես մի բան կա։ Լռությունը երբ է լռություն։ Ձայնի բացակայություն։ բացակայություն։ Լռությունը քեզ խաղամ հենց հիմա լռությունը։ Հենց հիմա խաղամ լռություն։ Էլի գալիս ենք մեր խոսակցության սկզբին։ Սա է լռություն։ Լռություն խաղալու համար նախապես պետք է մեծ աղմուկ լինի։ Եվ ինքնին լռություն կխաղացվի։ Եթե բեմը խոսել իմանար, այն բեմը, որտեղ որ դուք խաղացել եք, ինչ կպատմեր ձեր մասին։ Չգիտեմ։ Չէ, եմ մտածել այդ մասին։ Ես ինչ ասես կասել եմ։ Կբողոքել երևի, որ միտեղ պնթի եմ եղել, միտեղ սուտ եմ ասել, միտեղ թերի եմ։ Չգիտեմ։ Եվ ընդհանրապես ես աշխարհում ես համարյա ոչինչ չգիտեմ։ Քանի մեծանում եմ, այնքան հասկանում եմ, որ ոչինչ չգիտեմ։ Գիտեմ, որ շատ քիչ եմ կարդացել։ Շատ քիչ եմ կարդացել։ Գիտեմ, որ ուզել եմ լիքը երեխաներ ունենալ, ու չեմ ունեցել։ Չի ստացվել։ Մի շատ կարևոր բան կուզեմ։ Կուզեմ չմեռնեմ, երկիրս ծաղկած տեսնեմ, ազատագրված տեսնեմ։ Կուզեմ մեռնել, երկրից կործանումը չտեսնեմ։ Ուրիշ բան չեմ ուզում։
Հիմա դրանցից որը կլինի չգիտեմ։ Էդ էլ չգիտեմ։ Աստված ջան։ Բայց որ երկիր կործանվելու է ամբողջ երկրագունդ։ Դրանում օրեցօր ավելի եմ համոզում։ Օրեցօր։ Այո, տրաքելու է այս երկրագունդ։ Ցնցվելու է հազար ցնցումներ ապրելու։ Շատ հեռու չի դա։ Շատ հեռու չի։ Եթե մարդը չստապվի, ժամանակին չստապվի։ Այսօր հանկարծ ուշադրություն դարձրի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախարարությունը կոչվում է պատերազմի նախարարություն։ Ռադիոյով ասաց։ Ինչ հիմա գիտեի, թե պաշտպանության նախարարություն։ Հարձակվող կողմը պատերազմի նախարարությունն է, պաշտպանվողը պաշտպանության։ Այո։ Շատ զզվելի է, եթե իրոք դա այդպես է։ Չգիտեմ որքան ու ճիշտ, բայց Ես չգիտեի։ Թրամփի ելույթն էին թարգմանել այդպես։ Հանձնարարել են պատերազմի նախարարությանը։ Այսինքն Օլդոս Հաքսլիի Չքնաղ նոր աշխարհը գիրքը հիշեցի, այնտեղ այն չէ, նախարարությունները 1984-ը կամորու էլի ուտոպիստական միջավայրում, երբ ամեն ինչ իր նախարարությունն ուներ ու վերահսկում էին ճակերտավոր մարդկանց երջանիկ դարձնելու համար, այնինչ չէին թողնում աճել, չէին թողնում լինել երջանիկ, զգալ ընտանիքի սիրո քաղցրությունը կամ չէին թողնում բացահայտել իրենց ներքին պոտենցիալը կամ ալֆաներ էին, կամ բետաներ, կամ գամաներ, եւ իրենց կյանքը սկսվում եւ ավարտվում էր այդ ալֆա լինելով։ Եվ մեկը մյուս դաշտ անցնելու հնարավորություն եւ իրավունք չուներ։ Այո։ Ես Շնորհակալություն, պարոն Հակոբյան։ Ես եմ շնորհակալ, եթե հետաքրքիր էր, չգիտեմ։ Շատ